ով ճոճվող կամրջի վրա պարում էր Նիկոլի համար, բանտում է նստած։ Տոնոյանի նման հեղինակավոր հզոր անհատականությունը այսօր բանտում է եւ նրա մասին ոչ ոք չի խոսում, որովհետեւ Նիկոլը նրան օգտագործեց պատերազմի ժամանակ եւ հետո նստացրել է, որպեսզի նա շատ չխոսի։ Արայիկ Հարությունյանին օգտագործեց Արցախը հանձնելու գործընթացում եւ հիմա ցամա բանտարկել է, ոչ ոք չխոսի։ Ռազմական ղեկավարությանը նա բանտարկել է ցմահ բանտում, որպեսզի ոչ ոք այդ մասին չխոսի, թե ինչ է իրականում կատարվել Արցախում։ Եվ այսօր թուրքն ու նիկոլականը, հայ տականքը, հայ ազգի քերանքը, որի անունը նիկոլական թուրքի ապրանք է, ցնծում են թուրքերի հետ միասին, որ տեսեք այսպես։ Եվ ինչ են ասում, թալանել էին, էս էին արել, են էին արել, բալավ, որեբ Նիկոլը գնում էր Արցախ, ձեր սեղմում էր անում, հաց էր ուտում, քոչարի էր պարում, Արցախը Հայաստանի եւ վերջ էր գոռում, չգիտեր որ դրանք թալանչի էին, ինչու էր գնում, ինչու էր ձեռքերը սեղմում։ Իրանք թալանչի չէին, իրանք ազգի պահապաններն են, իսկ Նիկոլի համար այդպիսի մարդիկ խանգարում են, որովհետեւ դրանք ինֆորմացված են, նրանք կարող են խոսել։ Եվ Նիկոլը օգտագործելով փողամոլ ինտելեկտից եւ ազգային գաղափարների զուրկ ոչնչություններին, հետո այդ ոչնչություններին նա մաղում է։ Գնացեք նայեք, ովքեր են վերընտրվում ազգային ժողովում, այսօր գործող պատգամավորների 5%-ը։ Մնացած 95%-ին նա օգտագործեց դեն նետեց։ Այլևս նրանք պետք չեն։ Նրանք պետք չեն այլևս, որովհետև Սահմանադրության դեմ օրենքը, Սահմանադրական դատարանի մասին օրենքը, հանցագործությունը, եկեղեցու մասին օրենքը, հանցագործությունը, եկեղեցապատկան հողատիրության մասին օրենքը, հանցագործությունը, Սահմանադրական կարգի տապալում էր, այդ բոլորը անցկացնելուց հետցի մասին օրենքը եւ տարբեր օրենքներ, կոռուպցիոն պետական կոռուպցիոն համակարգ ստեղծելու մասին օրենքներ, այդ բոլորը ընդունելուց նրանք այլևս Նիկոլ Փաշինյանին պետք չեն։ Եվ Նիկոլ Փաշինյան գիտեք ինչ է ասում է դուք ինձնից հեռացեք, ոչնչացվել եք ժողովրդի կողմից, պահպանեք ստրուկի նման ինձ, եւ ասում է երիտասարդներ կանչեք, ընդգրկեք բարձր աշխատավարձ խոստացեք, ընդգրկեք այդ աշխատավարձը, գիտեք այդ ընտրությունների փողը ով է տալու։ Արդեն $100 միլիոն ըստ մամուլում տարածված լուրերի տրվել է մի կազմակերպության, որի Արաբաթի կինն է ղեկավարում, $10 միլիոն ըստ երեկվա ինֆորմացիայի արդեն տրվում է Աննա Հակոբյանի, Կարեն Պայքարյանի Facebook-յան էջում տեղ գտած եւ հիմնավորված փաստերի տրվում է Աննա Հակոբյանին ընտրությունների համար իբր թե աղքատ հայերին օգնելու համար։ Աղքատ հայերը նրանք են, ովքեր ընդգրկվել են Նիկոլ Փաշինյանի տեղամասերում, ընտրատարածքներում եւ պայքարել են Նիկոլի հաղթանակի համար։ Դրանք աղքատներն են։ $10 միլիոն Թուրքիան գնել է հայ արժանապատվությունը, ազգային ինքնասիրությունը եւ հերվից թքում է մեր ազգային ինքնասիրության վրա, որպեսզի Նիկոլն ընտրվի, որպեսզի այդ անդադ կործանման շղթան ավարտվի Հայաստանում, Հայաստանի Հանրապետության տարածքում թուրքական էթնոսի մեծամասնությամբ, որի բոլոր պայմանները ստեղծել է Նիկոլ Փաշինյանը։ Լավ, հիմա Աննա Հակոբյան, ինչն է քեզ ստիպում, որ դու 10 միլիոն ես վերցնում հայերին ցեղասպանած, հայերի հայրենիքը արյամբ լցրած եւ հայերին զրկած այդ հայրենիքից $10 միլիոն ես վերցնում թուրքերից։ Թե էլի հետո ելույթ ես ունենալու քո աղջկա նկատմամբ ասես ու թութը մերը չէ, ես աշխատավարձ չեմ ստանում։ Եվ քեզ թվալու է թե ժողովուրդը հավատում են քեզ։ Ոչ, չեն հավատում։ Ինչ արեցիր 60 միլիոն
Սաշիկ Սարգսյանի տված 60 միլիոն դոլար Սաշիկ Սարգսյանի տված փողը։ Երբ լրագրողի հարցին ասեք սա վատ փող է, բայց կծախվի բարի նպատակների համար։ Ինչ նպատակների համար է ծախսվում։ Նայեցեք, սիրելի հայրենակիցներ, ես բերել եմ այստեղ փաստաբանական խմբի աշխատանքով այդ նայեցեք, սրանք 20 միլիոն, 24 միլիոն, 20 միլիոն դրամներ, 10 միլիոն, 10 միլիոն, 10 միլիոն, 30 միլիոն, 20 միլիոն, 50 միլիոն, 200,000, 1 միլիոն, հասկանում եք, սրանք փողեր են, որ լցվել են իմ քայլը դանայատակարի մեջ, Աննա Հակոբյանի փոխանցված փողերն են, կոռուպցիա, բացարձակ, համաձայն, հասարակական կազմակերպությունների մասին օրենքի հասարակական կազմակերպությունը ամեն տարի 6 ամիսը մեկ պետք է հաշվետվություն տան իրենց ստացած փողերի եւ ծախսած գումարի մասին, ցույց տան եկամուտները եւ մուծվող հարկերը։ Ես դեռ չեմ տեսել որևէ տեղ Աննա Հակոբյանը որևէ հաշվետվություն տա։ Չկա այդպիսի փաստաթուղթ։ Ես չեմ կարողացել գտնել։ Եվ դեռ ավելին, ասեմ ձեզ ավելին, նայեցեք, վերջերս տարածվեց, որ Ջերմուկ գրուպը 10 միլիոն դրամ է փոխանցել, ըստ մամուլում տեղ գտած լուրերի 10 միլիոն դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի Իմ քայլը հիմնադրամին։ Եվ պարզվեց, որ Ջերմուկ գրուպին 18 միլիոն դրամի հարկային արտոնություն են տվել։ 18 միլիոն տվել են Ջերմուկ գրուպին, որպեսզի 10 միլիոնը փոխանցի իրան։ Իհարկե Արսենյանը Ջերմուկի շատ աղքատ է, նաև նա այդ 18 միլիոն իր համար շատ կարևոր էր։ Պատկերացրեք, եւ ընդամենը 10 միլիոն դրամով Նիկոլ Փաշինյանը վաճառել է Վայոց ձորի մարզպետությունը։ 10 միլիոն դոլար փոխանցել են Աննա Հակոբյանի հաշվին եւ որդուն Վայոց ձորի մարզպետ են ընտրել։ Վայոց ձորի սիրելի հայ քաղաքացիներ, հերոս քաղաքացիներ, ոնց շատերի հետ ես մարտական գործողություններ եմ մասնակցել։ Ձեր արժեքը ընդամենը 10 միլիոն դրամ է դարձել։ 10 միլիոն դրամով ձեր մարզպետությունը գնում են։ Աննա Հակոբյանին փոխանցում են 10 միլիոն եւ մարզպետ են դառնում։ Ահա ձեր արժեքը։ Այս երկրի իրական պաշտոնյայի արժեքը։ Դուք հասկանում եք դա ինչ է։ Երկրորդը Արսենալ ՍՊԸ-ն մաքսային արտոնություններ է ստացել եւ 10 միլիոն փոխանցել է Աննա Հակոբյանի հիմնադրամին։ Դուք հասկանում եք ինչպիսի ճղճիմ վիճակ է տիրում։ Խոսում են կոռուպցիայի բացառման մասին։ Համակարգային կոռուպցիա չկա եւ այլը։ Համակարգային կոռուպցիա չկա, ասում է Նիկոլ Փաշինյանը, պետական կոռուպցիա չկա, ասում է Նիկոլ Փաշինյանը, բայց միջազգային կառույցները գտնում են, որ Հայաստանում պետական համակարգված կոռուպցիա է։ Մեկ ընտանիքի եւ մեկ քաղաքական ուժի կողմից հաստատված։ Նայեցեք, էլի մամուլում 2 տարի առաջ լույս տեսած փաստ էր, որ Աննա Հակոբյանը ամբողջական պղնձամոլիբդենային կոմբինատի ամբողջ խտանյութի տեղափոխումը կատարում է իր ավտոմեքենաներով։ Եվ դրանից ամսական ստանում է $900,000 եկամուտ։ Դա Վարդան Ղուկասյանի հայտարարությունն էր իր լուր աշխարհի, եւ ինքը բերում էր փաստեր։ Ես կրկնում եմ Վարդան Ղուկասյանին։ Առերևույթ կոռուպցիա չէ, արդյոք դա։ Եվ Աննա Հակոբյանը միայն Քաջյանի պղնձամոլիբդենային կոմբինատից ստանում է $10,800,000 տարեկան փող։ Դա կոռուպցիա է, թե չէ։ Արդյոք Աննա Հակոբյանը այդպիսի փողերի իրավունքն ունի եւ օրինական է աշխատում, ոչ, դա թալանում է Հայաստանի Հանրապետությունը։ Մոնոպոլիա է ստեղծել խտանյութի տեղափոխման, որը մինչև այդ աշխատում էին 5-6 ընկերություններ, կառույցներ, տասնյակ հարյուրավոր մարդիկ։ Հիմա չկան, հիմա մի կազմակերպություն, դա Աննա Հակոբյանն է։ Բերեմ մի ուրիշ բան։ Համակարգային եւ պետական կոռուպցիայի փաստը, նայեցեք, երբ Քաջյանի պղնձամոլիբդենային կոմբինատի
24%-ը չէր պատկանում Հայաստանի Հանրապետության կառավարության, այսինքն Նիկոլ Փաշինյանը չէր խլել դա անօրինական ճանապարհով, Քաջարյանի կոմբինատը առաջին հարկատուն էր Հայաստանի Հանրապետությունում, բայց երբ 24%-ը դարձավ կառավարության, դա դարձավ 5-րդ հարկատուն։ Խտանյութը 2025 թվականին 8%-ով թանկացել է։ 3 միլիարդի եկամուտ է ստացել 2025 թվականին Քաջարյանի պղնձամոլիբդենային կոմբինատը 3 միլիարդ դոլարի, որի 24%-ը 720 միլիոն դոլար է։ Կառավարության ֆոնդում, կենտրոնական բանկում այդ 720 միլիոնը ոչ միտեղ չի երևում։ Փոշիացել է 720 միլիոն դոլարը։ Նիկոլ Փաշինյան ուր է Քաջարյանի կոմբինատից ստացված 720 միլիոն կառավարության արժեթղթային տոկոսային մասը։ Ուր է։ Հայ ժողովուրդ, ինչու ես թույլ տալիս, որ Նիկոլ Փաշինյանը քեզնից 720 միլիոն դոլար թալանի։ Հարց եմ տալիս հայ ժողովուրդ։ Անցնեմ առաջ։ Մի քանի օր առաջ ես հանդիպել եմ խոշոր տնտեսագետի, որը արտասահմանից էր եկել, տիրապետելով լավ ռուսերենին, դասախոսելով Օքսֆորդում եւ Հարվարդում, նա բերեց ինձ պարզ մի թիվ։ Ասես պարոն Հովհաննիսյան, 20 միլիարդ դոլար պետական բյուջեն հատկացրել է հետվճարների համար։ Իրականում հետվճարների իրական թիվը պետք է լինի 61 միլիարդ դրամ, բայց հատկացրել են 20 միլիարդ, նկատելով, որ 390 հազար, 36 մինչև 36-ից 40 հազար թոշակ ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հետվճարից չեն կարող օգտվել։ Պատկերացնում եք, 20 միլիարդ են հատկացրել, իրենք իրենց հաշվարկներում ճիշտ են, չեն բարձրացրել թոշակները և 100 միլիարդ դրամ պետական բյուջեով և կառավարության գերատեսչությունը և ենթակա կառույցների բյուջեներով 100 միլիարդ դրամ հատկացվել են պարգևավճարների համար։ Այսինքն դա պետական բյուջեում ազատ է 120 միլիարդ դրամ։ Եթե 120 միլիարդ դրամը բաժանում ենք 450 հազար թոշակառուների, որոնք ստանում են մինչև 50 հազար թոշակ, ապա թոշակը կարելի է ամսական Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ովքեր ստանում են մինչև 50 հազար, բարձրացնել 22 հազար դրամով։ Սիրելի թոշակառուներ, ես ասում եմ, Նիկոլ Փաշինյան, ձեր թոշակը առանց բյուջետային որևէ լարվածության կարող է բարձրացնել 22 հազար դրամով, որը ինքը չի հանում, որովհետև գտնում է, որ թոշակառուները հիմար են և չեն կարող իրենք տնօրինել 10,400 դրամ, իրենք ունակ չեն, դա Նիկոլ Փաշինյանի բառերն են։ Նա ասում է թոշակառուն այնքան հիմար է, եթե 20 հազար, եթե իրենց տանք, իրենք գնալու են 27 հազար, կոմունալ վճար են անելու, այդ հիմար են իրանք չեն հասկանում, որ այդ 20 հազար պետք է մնա պետական բյուջե։ Եվ ինչ է արել, թոշակառուներին հայ ժողովրդի թալանի հիմքի վրա խաբելու համար մտցրեցին պարտադիր բժշկական ապահովագրություն։ Եվ ասում են 3000 թոշակառու բժշկական ապահովագրությունից օգտվեց։ Նախ պետական պատվերը բժշկական անվճար օգնությունը կազմում էր 60-ից 70 միլիարդ դրամ տարեկան։ Պետական բյուջեից դա հանել եք, դա գնացել է պետական բյուջե օգուտ։ Հիմա Հայաստանի Հանրապետության ամբողջ տարեկան 128 միլիարդ 700 միլիոն դրամ պարտադիր բժշկական ապահովագրության փող է հավաքվում Հայաստանի Հանրապետության աշխատող քաղաքացիներից։ Այսինքն աշխատող քաղաքացիների ուսին է դրված պետական ապահովագրությունը, այն կառավարության հետ որևէ կապ չունի, այն թալանում է ժողովրդից
թոշակառուների եւ մարդկանց խաբելու համար։ Միշտեր, ասեմ ձեզ, որ ընդամենը կարևորագույն բույս սպասարկման 10% է մտնում ապահովագրության մեջ։ Ամենաթանկարժեք մասնագիտացված վիրահատությունները չեն մտնում դրա մեջ։ Հասկանում եք։ Ասում եք 3 միլիարդ դրամի հունվար ամսին թոշակառուները պետական բժշկական ապահովագրությունից օգտվել են։ Դա լավ, դա կազմեց 30-40 միլիարդ դրամ տարեկան, 120 միլիարդ ուր ես լափելու դու։ Այնտեղ 90 միլիարդ ինչ ես անելու, տաներվես լափես, տիկնոջիդ հետ միասին, նիկոլական աղբերին, նիկոլական ուխտերին, պարգևավճար ես տալու։ Ահա այն խայտարակ վիճակը, որ կա։ Գիտեք, վերջերս Արսեն Թորոսյանը, ես չգիտեմ այդ մարդն ինչպես անվանել, ասաց, որ գիտես ինչ կա, ցավոք սրտի ասաց, մեր թոշակառուները երկար են ապրում եւ ծանր է նստում սոցիալական առումով ծանր է նստում պետբյուջեի վրա, իրենք երկար են ապրում։ Դա ամենամեծ վիրավորանքն է թոշակառուների համար։ Երկար ապրում են ընտրյալները։ Երկար ապրելու միակ միջոցը ծերանալն է։ Եվ դա ցավ է պատճառում նիկոլականներին, քանի որ իրենք այդ փողը կարող են պարգևավճարով բաժանել իրար մեջ, տալիս են թոշակառուներին։ Եվ ինչքան պակաս լինի թոշակառուների թիվը, այնքան իրենք ավելի արդյունավետ պարգևավճարներ ավելի շատ կստանան։ Դա ծաղր է, սիրելի ժողովուրդ։ Դա ուղղակի ծաղր է։ Եվ այդ ծաղրի անունն է իշխանություն։ Միայն 2025 թվականին 1003 ընտանիք զրկվել է սոցիալական ապահովության ծրագրերից։ Իսկ այս իշխանությունների օրոք 40,000 ընտանիք է զրկվել։ 40,000 ընտանիք։ Դուք պատկերացնում եք ինչ է դա։ Հիմնականում գյուղաբնակ ընտանիքներ։ Եվ պլյուս դրան, դա հետո կանադառնամ, բայց ասեմ, գյուղատնտեսական հողի հարկը 3 անգամ բարձրացել է, այսինքն 300%-ով բարձրացել է։ Այս տարի կրկնապատկվելու է։ Այսինքն եթե ես մուծում եի 4000 դրամ, այսօր մուծում եմ 12000 դրամ, հետո մուծելու եմ 24000 դրամ։ Պատկերացնում եք, այն դեպքում, որ Հայաստանի Հանրապետությունը չունի տեխնիկական, նյութական միջոցներ վարուցանքի կազմակերպման համար, եթե նախկին իշխանությունները, որ այդքան վատն էին, որ ժողովուրդը չէր սիրում, հասկանում եք, ամեն ինչ անում են, դիզվառելիք են հատկացնում են պարարտանյութեր, շատ էժան գներով, պետական սուբսիդիաներով, կարողանում են գոնե վարուցանք անել եւ կարողանում են եկամուտ ստանալ, այսօր եկամտաբեր չէ դա։ Եկամտաբեր չէ։ Որովհետեւ հայ ժողովրդին սովորեցրել են 4-րդ կարգի անաստանկեր ցորեն ուտել։ Էլ Հայաստանի լեռներում ալպիական մաքուր ցորենը հայ ժողովրդին հարիշ չէ։ Նիկոլը մեր ժողովրդին իջեցրել է անաստանկեր ուտողի մակարդակի։ Եվ իրենք չեն էլ թաքցնում։ Չեն էլ թաքցնում։ 4-րդ կարգի, 5-րդ կարգի ցորեն դա անաստանկեր է համարվում։ Եվ իրենք հպարտորեն բերեցին, ռեկլամ արեցին ուղղակի։
Երբ հասկացան, որ ժողովուրդը հասկացել է, որ դա անասնակեր է, ասին լաբորատորիայում ստուգվել է 3-րդ կարգի, 4-րդ կարգ չէ, բայց ինվոյսներով, այսինքն ներկրման բոլոր փաստարկներով այն 4-րդ կարգի անասնակեր է կոչված։ Եվ Լֆիկ Սամոն կարողացավ Բաղրամյանի ալյուրի անվան տակ այն վաճառել ժողովրդին։ Ահա սա է մեր իրականությունը։ Ահա սա է Նիկոլի հարգանքը հայ ժողովրդի նկատմամբ։ Ամերիկայի պետական պետդեպարտամենտը 2025 թվականի ավարտական հաշվետվությունը ուշադիր լսեք հայ ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետության կոռուպցիոն խոչընդոտ է զարգացման համար եւ համակարգված է։ Դա պետդեպի եզրակացությունն է 2025 թվականի համար։ Կոռուպցիոն խոչընդոտ է զարգացման համար եւ համակարգված է։ Ահա Ամերիկայի պետդեպի եզրակացությունը եւ նշում է Ամերիկայի Միացյալ Նահանգները չի պատրաստում ներդրումներ կատարել կոռուպացված Հայաստանում։ Եվ բացի դրանից Վաշինգտոնի պատերազմի եւ ստրատեգիական զարգացման կենտրոնը, վերլուծական կենտրոնը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը կորցրել է ինքնիշխանությունը եւ ինքնավարությունը եւ ամբողջովին ենթարկված է, ենթակա է, կախված է Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Ամբողջովին։ Եվ ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների համար։ Եվ գտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը չունի ինքնիշխանություն։ Այդ որ ասում եք ինքնիշխանություն, ուր է ձեր ինքնիշխանությունը։ Երբ Ադրբեջանի նախագահը սպառնում է, ասում է Հայաստանի ցանկացած կետում կոչնչացնեմ, երբ իմ պետության դեմ որևէ քայլ կատարվի կամ ծրագրավորվի, այսինքն եթե վաղը Հայաստանի Հանրապետությունը որոշի ազատագրել Սև լիճը, Կիրանցի հատվածի այն 24 բարձունքները, որոնք հայկականը եւ թուրքերը չեն տալիս, Ադրբեջանը կարող է Երևանը գրավել։ Եվ եթե ազգային ժողովում Երևանի կենտրոնում որևէ մի օրենք ընդունվի, որը Հայաստանի Հանրապետության հզորացմանը կնպաստի, Ադրբեջանը կարող է գրավել այդ մասին հայտարարել Ալիևը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը եւ ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի կարող անել, որովհետեւ Հայաստանի բանակը ոչնչացրել է Նիկոլ Փաշինյանը։ Ալիևի հետ միասին։ Ալիևը դատում է հաղթանակած գեներալներին եւ նախագահներին Ադրբեջանում, Նիկոլը դատում է հաղթանակած հրամանատարներին, սպաներին Հայաստանի Հանրապետությունում։ Աշոտ Մինասյանը քեզ օրինակ։ Վալերի Նարիմանի Գրիգորյանը ձեզ օրինակ։ Կարող եմ թվել տասնյակներին, Մակարյան Անդոն ձեզ օրինակ։ Թալան Անյաշյանի հասել, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ սուտ ասեց հեռուստատեսությամբ։ Հիշում եք, երբ պրոպագանդում էր եկամուտների տարեկան հայտարարագրերը, նա ասեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հետ կստանան 100,000 դրամ։ Սուտ ասեց եւ ժողովրդից թարանեց 7.5 միլիարդ դրամ։ Հետ վճարներ 100,000 դրամ չեն տրվել ոչ մի եկամտահարկի հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին։ Եվ մամուլից եմ ես բերում այդ օրինակները, վիճակագրական տվյալներից եմ բերում։ Դուք հասկանում եք ինչ է դա նշանակում։ Չեն ստացել։ Ասեմ ավելին։ Դեղերի այս միայն հունվար ամսին դեղերը թանկացել են 10%-ով։ Սոցիալական ապահովագրությունը, երբ ասում են այսպես, ոչ մի ստուգման վճարներ անվճար չեն, թանկացել են 5%-ով։ Դեղ համերան, դեղ տարբեր
ռենտգեն եւ այլ ճառագայթներով ստուգումներ են օրգանների, դրանք թանկացել են 5%-ով, դեղերը թանկացել են 10%-ով հունվարի 1-ին։ Եվ եթե 5 եւ 10%-ները հաշվենք, ապա եթե 128 միլիարդ դրամ փող է հավաքվում սոցիալական ապահովության վրա, ապա թանկացումների պատճառով 60 միլիարդ դրամ ժողովրդից փող է հավաքվել։ Ժողովրդին այնպիսի վիճակի են հասցրել, որ միայն, տեսեք, 3 չէ առաջի օրը ես կատարեցի ապահովագրություն, մեքենայի ապահովագրություն։ Ես 1 միլիոն 570 հազար մոտավորապես տրանսպորտային միջոց կա Հայաստանի Հանրապետությունում, տարբեր տեսակի մակնիշի տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովագրվում են։ Ուշադիր լսեք։ Ապահովագրություն 2026 թվականի հունվարի 1-ից թանկացել է 3000-ով։ Ով է թանկացրել, ինչպես է թանկացրել, որովհետև ապահովագրությունը դա կառավարության ենթակայության տակ գործող պարտադիր միջոց է։ Եթե 3000 թանկացել, ապա 5 միլիարդ դրամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ավել փող են մուծում կառավարությանը։ 5 միլիարդ դրամ։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը ընդհանրապես չկա։ Պետական բյուջեն լցնելու համար հարկերն ու տուրքերն են թանկացել։ Անցած տարվա 2 տրիլիոն 890 միլիարդ դրամի, ուշադիր լսեք, 2 տրիլիոն 890 միլիարդ դրամի բյուջետային մուտքերի 80%-ը արդյունաբերության եւ գյուղատնտեսության առևտրի հետ կապ չունեցող հարկերն ու տուրքերն են եղել։ Դուք պատկերացնում եք ինչ թիվ է տալ։ Ընդհանրապես հարկերը, տուրժերը կազմում են բյուջեի լավագույն դեպքում, նորմալ երկրներում 50-60%-ը մինչև։ Մեր երկրում կազմում է 85-90%։ Այսինքն այս երկիրը ամբողջովին հենվում է նիկոլական կազմակերպված ժողովրդի թալանից։ Երբ սրանք խոսում են տնտեսական աճից, հնայի աճից, ես ասեմ ձեզ, ոչ մի աճ չկա տնտեսական, որովհետև ԵԱՏՄ երկրների մեջ Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը նվազել է 0.5%-ով։ Դա փաստ է։ Արտաքին առևտուրը կրճատվել է 40-50%-ով։ Դա փաստ է։ Դա փաստ է։ Եվ ոչինչ այդ բանը, սրանք ոչինչ չեն անում։ Բայց դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը 17 միլիոն դոլարանոց պալատ է գնել Կանադայում։ Արսինե Խանջյանի օգնությամբ։ Չեք հավատում, նայեք, Իլյա Կամարովսկու սեպտեմբերի 12, 25 թվականի սեպտեմբերի 10-ից 12-ը հաղորդումը։ Չեք հավատում, որ Ֆրանսիայում 3.5 միլիոն, 3.1 միլիոն եվրոյով տուն է գրել Նիկոլ Փաշինյանը, կարդացեք France de Jour մամուլի միջոցը, այնտեղ է հրապարակվել այդ մասին։ Նայեցեք։ Հասկանում եք։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, որ նիկոլական թալանը ամոթ չունի անգամ, բարոյականություն չունի։ Երեք ես նայում եմ, որ 6 ամսով արգելել են ամրակների, պողպատե ամրակների, այսինքն շինարարության մեջ օգտագործող պողպատե ամրակների ներկրումը Իրանից 6 ամսով։ Ինչու՞։ Որովհետև Արարատի մոտ գործարան են կառուցել, որտեղ պողպատի ամրակներ, երկաթի պողպատի անորակ ամրակներ պետք է արտադրեն եւ այդ կապում են Աննա Հակոբյանի հերթական օլիգարխներից մեկի հետ, Արմեն Սարգսյանի փեսու հետ,
որ ինքն է տնօրենը, որ նա գործարանն է եւ այդ ամրակները, որ իրենք արդեն սկսել են աշխատել, իհարկե պայթյունի միջոցով, պայթյունի պատճառով կանգնեցել են աշխատները, բայց շարունակում են աշխատել, որտեղ այնտեղ այդ ընդունված երկաթների մեջ ինչ որ արկ է եղել, թե մինա է եղել, պայթել է, այդ մասն իհարկե լռության մատնեցին, ոչ ոք չխոսեց, բայց մամուլում սողոսկեցին նյութերը, դադարեցվել է, որպեսզի վաճառվի եւ Նիկոլը, Աննան գերշահույթ ստանան, էժան ամրակների ներկրումը արգելել են Պարսկաստանից, որպեսզի իրենք իրացնեն եւ շահույթ ստանան։ Թե այդ ամրակները ինչպիսի ամրություն ունեն, այն փորձարկվել են, որտեղ երկաթի ամրակները փորձարկվում են ուժի ճնշման, նյութի մաշվածության, նյութի քանի տարի կարող է դիմանալ, ինչպիսի ազդեցություն կարող ունենալ շենքի շինարարական ազդեցության վրա եւ այլն, այդ բոլորի հետ հաշվարկվում են։ Արդյոք հաշվարկվել են դրանք, թե պարզապես ամրակներ են կառուցում, այդպես էլ բախտի բրուխտի, ինչքան դե նիկոլական իշխանության ժամանակ ամեն ինչ այդպես էլի թուրքը կգա եւ կօգտի մեզ, այդպես ասենք։ Եվ սա է, որ սարսափելի է։ Համատարած թալանի կողքին Նիկոլ Փաշինյանը արաբական երկրներում պայմանավորվում է Ալիևի հետ, որ ընտրությունների ժամանակ իրենք համատեղ գործեն հայ ժողովրդի դեմ, որպեսզի ինքը վերընտրվի։ Որովհետև երկու բան է մնացել՝ սահմանադրությունը փոխել Հայաստան ամբողջովին քաղաքականապես ենթարկելու համար Ադրբեջանին, Թուրքիային եւ 300,000 ադրբեջանցիների բերեն, որպեսզի Հայաստանի Հանրապետություն երբեք անկախ ինքնիշխան չլինի, այ ադրբեջանցիների էթնիկական ներկայության մշտապես Ադրբեջանը իրավունք ունենա։ Տեսեք, ասում են խաղաղության պայմանագիր։ Այդ պայմանագրի համաձայն Ադրբեջանի Հանրապետությունը պետք է վերահսկի խաղաղության պայմանագրի բոլոր կետերի կատարումը Հայաստանում։ Պայմանագրի մեջ հստակ այդ մասին գրված է։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը այդ խաղաղության պայմանագրից հետո ամբողջովին ենթարկվել է Ադրբեջանի քմահաճույքին։ Ցանկացած պահին Ադրբեջանը կարող է հայտարարել, որ Հայաստանի բանակը վտանգ է ներկայացնում, չպետք է լինի, եւ Հայաստանը համաձայն պայմանագրով չպետք է կատարի։ Ցանկացած պահին կարող է ասել, որ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանը պետք է ռազմաբազա ունենա, եւ Հայաստանը պետք է կատարի դա։ Եվ ընդ որում այդ 300,000 ադրբեջանցիներ, որոնք գալու են Հայաստան ապրելու, իրենք ունենալու են շուրաների կարգավիճակ։ Քանի որ շատերը չգիտեք ինչ է շուրա, դա մահմեդական ինքնավարություն է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Իր միլիցիայով, զինված ուժերով, ազատ տեղաշարժվելու իրավունքով, տնտեսական ազատությամբ։ Այսինքն մենք ունենալու ենք այնպիսի չարորակ թուրքական ուռուցքներ Հայաստանի Հանրապետության տարածքում, որ ցանկացած պահին կարող է զարգանալ եւ ուտել մայր օրգանիզմը Հայաստանը։ Եվ ամենասարսափելին Նիկոլ Փաշինյանը արաբական երկրում թույլ է տվել Ալիևին բարձրավոլտ հոսանքի գիծ անցկացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով, առանց կառավարության որոշման, առանց ազգային ժողովի որոշման։ Այդ իրավունքը չունի դատախազ, ինչու՞ չես քրեական գործ հարուցում սահմանադրական կարգի տապալման եւ իշխանության բռնազավթման հոդվածներով Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ինչու՞։ Նիկոլականները ինչ ուզում անում են Հայաստանի Հանրապետություն։ Ես մի բան պատմեմ։ Երեք ես անցնում էի Ռոսիա կինոթատրոնի մոտով եւ այնտեղ մարդիկ հավաքված բողոքում էին։ Զարմանալին այն է, որ լրագրողները այդպես ակտիվ չէին այնտեղ։ Մի քանի լրատվության միջոց էին եւ այնտեղ ակտիվ էին նիկոլական, գրզոյական, թուրքական ապրանքները։ Մեկն ասում է, դե ինչ այլ վերանորոգելու է, այլ մեկ ինչ այլ նախ ասեմ։ Դա Սուքիասյանի տարածքը չէ։ Ռոսիա կինոթատրոնը որպես սովետական մոդեռնիզմի փայլուն օբյեկտ պատմամշակութային հուշարձան է հռչակված։
Եվ այնտեղ ոչ ոք առանց մշակույթի նախարարության, կառավարության որոշման իրավունք չունի անգամ վերանորոգման աշխատանքներ կատարելու։ Այն գրզոյի տարածքը չէ։ Այն վարձակալությամբ է վերցրել գրզոն։ Եվ երբ այդ Ռասիայից հետո Սուքիասյանը 200 դրամ ողորմություն է խնդրում վարորդներից թալանում է իր գրպանը լցնելու համար, ամեն մի այնտեղ կանգնող 10,000 դրամ փող է տալիս։ Երբ գրզո Սուքիասյան, երբ դու երիտասարդ լրագրողին անգրագետ ես անվանում, ամենաանգրագետ թալանչին ժողովրդին կթողը դու ես։ Եվ հիմա տարածում են, որ այսօր նոր մի քիչ առաջ հենց այստեղ լսեցի մեկը կա նիկոլական մի հատ թուրքական ապրանքին կա, այդտեղ առևտուր է անում։ Ասում է դե ի՞նչ է, վերանորոգում է, էլի ինչ է անում, վերանորոգում է, այնտեղ 500-ից ավելի անհատ ձեռներեցներ են աշխատում։ Ինչ պետք է անեն այդ անհատ ձեռներեցները։ Վերանորոգի ավելի թանկ տա, առանց այն հիմա 200,000 ստանում է, 50,000-ն ցույց տալին, 100,000-ը դա մութ եկամուտ է։ Դատախազություն ինչ չես զբաղվում դրանով։ Եվ գիտեք ինչ կա այնտեղ ինչ հետաքրքիր մեկը ասեց, ասում է ժողովուրդ հետ քաշվեք, Սուրմալույն 16 պայթյուն բանարեցին, պայթյուն կազմակերպեցին, 16 մարդ սպանեցին, 40 հաշմանդամ սարքեցին, մեկ այդ շենքերը կառուցեցին, ստեղ պայթյուն կանեն, մեզ կկոտորեն, ավելի լավ է թողենք ինչ ուզում են անեն։ Ուրեմն Ֆորեբ Եվրոպա կազմակերպությունը, որը մարդու եւ կազմակերպությունների ազատությունների մասին նշանավոր կազմակերպություն է, միանշանակ հայտարարել է, որ հայոց առաքելական եկեղեցու դեմ անբնական հետապնդումներ են իրականացվում, անբնական հետապնդումներ են իրականացնում։ Եվ եթե դուք հենվում եք այդ գործչի հայտարարությունների վրա, ես ուղղակի զարմանում եմ, որովհետև իրենց սուտը, կեղծիքը անսահման է։ Ես ավարտելով հայ ժողովրդին ուզում եմ խոսել Զանգեզուրի միջանցքի մասին։ Ստեղծվել է մի կազմակերպություն, որը գրանցված է Ամերիկայում, սակայն թուրքական է, որը պետք է ուսումնասիրի Զանգեզուրի միջանցքի թրիպ այդ Նիկոլի բառն է, իսկ ադրբեջանական թուրքական մամուլում եւ թուրքալեզու մամուլում, ինչպես նաեւ միջազգային մամուլում, այն ադրբեջանցիները օգտագործում են Զանգեզուրի միջանցք։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը այստեղ ունենալու է 26% ներկայություն, իբր թե 26% ներկայություն, եւ 74%-ը դա այդ կազմակերպությունն է, որը թուրքական ամբողջովին թուրքական կապիտալն է, սակայն գրանցվել է Ամերիկայում, ընդ որում գրանցվել է 21 թվականին այդ կազմակերպությունը, այսինքն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը արդեն ներքին կարգով խոստացել էր այդ Զանգեզուրի միջանցքը, սակայն հայ ժողովրդին խաբելու, ձգձգելու իշխանությունը պահելու մոլուսկով տարածված, հիշում եք, նիկոլական տականք թուրքական հարճերը 5-րդ շարասյուն էին անվանում բոլոր նրանց, ովքեր խոսում էին այդ միջանցքի մասին, ասում են դա դուք եք ասում, դա հայ ժողովուրդը մեր իշխանությունը չի ասում, դա 5-րդ շարասյունն է ասում Զանգեզուրի միջանց, այդպիսի բան չկա։ Այսօր արդեն թուրքական կազմակերպությունը, որը գրանցվել է 21 թվականին Աբանում, Ամերիկայում, այդ կազմակերպությունը ճանապարհ է, իսկ Նիկոլ Փաշինյանը բարձրավոլտ էլեկտրական ուղի է տվել Ալիևին առանց հայ ժողովրդի կարծիքը հարցնելու մասին։ Եվ դուք ինչ եք կարծում, քանի կիլոմետր լայնությամբ է այդ միջանցքը լինելու, հայ ժողովուրդը ինչպես է անցնելու Իրան, այդ բոլոր հարցերը դրվում են թուրքական կազմակերպության եւ մասնավոր զինվորական կառույցի որոշման ներքո։ Հայ ժողովուրդը այդ ճանապարհին ինքնիշխանություն, ինքնավարություն եւ եկամուտներ չի ունենալու։ Սուտ է դա։
Սա ամենամեծ վաճառքն էր ազգային շահի, ազգային հպարտության, ինքնիշխանության սահմանադրական կարգի նիկոլական ամենագարշելի վաճառքն էր, որը հայ ժողովուրդը չի մարսում եւ չի մարսելու։ Ես ուզում եմ նաեւ բոլոր նրանք, ովքեր ասում են Նիկոլ Փաշինյանը ինչ որ բան է ստեղծում, գնում են տուֆակերտ գեղեցիկ շենքը սվաղում են, ներկում են, ասում են սա նոր մանկապարտեզը կամ նոր դպրոց է։ Ես ասեմ ձեզ, այդ Նիկոլ Փաշինյանը 12 քաղաք է տվել Թուրքին, 274 գյուղ է տվել, 11450 բնակարան է տվել, 13550 տուն է տվել մասնավոր, 60 ֆաբրիկա, 15 ձեռնարկություն, 37 հեկ է տվել, 48 հանք է տվել, 4 ջրամբար է տվել, 232 դպրոց է տվել, 11 հիվանդանոց է տվել, ընդամենը 100 միլիարդ դոլարի գույք է տվել Թուրքին եւ 9 միլիարդ դոլարի զենք զինամթերք է տվել Թուրքին։ Այդ 9 միլիարդը, որ հայ ժողովուրդը իր արյամբ քրտինքով ստեղծել էր բանակը հզորացնելու համար։ Եվ եթե այդքանից հետո կա ինչ-որ մեկը, որ Նիկոլ Փաշինյան կընտրի, ես դա չեմ կարող համարել հայ, չեմ կարող անգամ մարդ համարել, անգամ անասուն չեմ կարող համարել, այո, անգամ անասուն համարել հնարավոր չէ, որովհետև անասունը երբեք իրեն կործանող տանողի չի ընտրի իրեն հոտի ղեկավար, նա գնում է ուժեղ, ինքնավստահ, իր տեսակի հետևից։ Եվ վերջերս ուզում եմ ասել ավտոբուսային մի խոսակցություն, ավտոբուսով գալիս ենք, Գայանե ունիվերմագի դիմաց մի խոշոր փոս կա, ավտոբուսի վարորդները ամեն անգամ Նիկոլին հայհոյելով այդ փոսով անցնում են, այդ փոսից անցնում են։ Եվ գիտեք, մեկն ասեց, մի բողոքեք, Ավինյանը պետք է Սևանի 2 միլիոնանոց պալատը կառուցի ավարտի։ Էրեբունիում ամռանը ասֆալտ են արել, որը քանդվում է, այդ ասֆալտը 8 տարվա մեջ 5-րդ անգամ են անում Էրեբունիում, 2 սանտիմետրանոց բերել են, փռել են, միայն $200,000 Էրեբունի փողոցի ասֆալտապատման աշխատանքից փող են առել եւ կոռուպցիայով կերե։ Քանդվում է Երևանը։ Բայց վերջերս Հանրապետության փողոցի Պաշտպանության նախարարության տարածքը 870 միլիոն դրամ արժողությամբ Ավինյանը վաճառել է իր ընկերոջը 87 միլիոն դրամով, այսինքն $2 միլիոն կոռուպցիոն գործարք է։ Գույքի կառավարման վարչությունը գրել է, որ դա խախտում է, բայց դատախազությունը եւ հակակոռուպցիոն դատարանը այդ մասին լռում են, ինչու, որովհետև անիվը ձեզ օրինակ, $78 միլիոն փող լապեցին Նիկոլն ու Ավինյանը եւ քրեական գործ մինչեւ այսօր չկա։ Այո, հայ ժողովրդի կորուստների եւ թալանի հաշվելու, ես ասում եմ, եւ բերել եմ անցած անգամ եմ բերել $1 միլիարդ 750 միլիոն միայն Նիկոլը թոշակային կուտակային ֆոնդից կորցրած գումար են լափել։ Միայն դա են բերում։ Խաղատներից $2 միլիարդ 500 միլիոն փող է տեղափոխվել օֆշորներ։ Ուր է այդ փողը, դա պետք է մնալ մեր պետության մեջ։ 9 միլիարդ պետական պարտք է ավելացել, որը չկա։ Այդ 9 միլիարդից ընդամենը 2 միլիարդն է մտել Հայաստանի Հանրապետություն, 7 միլիարդը չի մտել Հայաստանի Հանրապետություն։ Դուք հասկանում եք դա ինչ է։ Երբ վերջերս մի հատ ֆեյսբուքյան
օկտատիրոջ գրել է Նիկոլի թալանը մոտորապես 9 միլիարդ է, գրել էին, որտեղից գիտեք, ինչ գիտեք, հաշվեք, եթե չեք կարողանում հաշվեք, լսեք հաշվողներին, և վերջերս հայտարել է, որ միայն 500 միլիարդ դրամ փող է պարգևավճար տվել Նիկոլը վերջին 5 տարիների ընթացքում, ասել են որտեղից այդ փողերը, դե 17 միլիոն է, միայն 51 միլիոն դրամ Նիկոլի իր երկու տեղակալների հետ պարգևավճար է ստացել, դե բազմապատկեք, միայն 30 միլիարդ դրամ այս հունվարին պարգևավճար է բաժանվել, որպեսզի Նիկոլի իշխանությունը պահպանի, իհարկե արդեն թալանի հաշվելու ժամանակն է, Աննայի, Նիկոլի, հասկանում եք, և այդ թալանը կոնկրետ է հաշվում արդեն, եթե նախկին իշխանությունների մասին խոսում էին վերացական, հիմա կոնկրետ է այդ արվում, մի քանի օր առաջ գիտեք ինչ սարսափելի բան իմացա, Ավինյանը 870 միլիոն դոլարանոց սեփականություն ՊՊ-ից տալիս է 87 միլիոնով քրեական գործ չեն հարուցում, բայց հաղթանակած գեներալ լեյտենանտ Վալերի Նարիմանի Գրիգորյանի ձեռք բերած հողը շուկայական կադաստրային արժեքով ձեռք բերած հողը ձեռքից խլում են, ասում են պետք է շուկայականով դրվեր, կադաստրային արժեքով են ձեռք բերել, խլում են, Գզողյան Ֆելիքսի, Շուշիի, Հանճարի օպերացիայի հրամանատարներից մեկի շտաբի պետի, Արցախի բանակի շտաբի պետի տունը խլել են մահից հետո իր ընտանիքից, պաշտպանության նախարարության տված, 15 խոշոր հաղթանակ կերտած Աշոտ Մինասյանը բանտում է, Սա է Նիկոլի իշխանությունը, Նիկոլը և Ալիևը համատեղ ոչնչացնում են հայոց բանակը, հայոց բանակի ոգի և սպայակազմին, Փաշազադն Ալիևն Նիկոլը համատեղ ուզում են ոչնչացնել եկեղեցին, և եթե որևէ հայ դա չի հասկանում, նա հայ կոչվելու իրավունք չունի, նա մարդ կոչվելու իրավունք չունի,